Անդրանիկ Սիմոնյանը չէր ներկայացել, չէ՞ դատարան։ Ոչ, չէր ներկայացել դատարան։ Հրավիրվել էր։ 3 թե 4 անգամ ծանոթացվել է եւ չի ներկայացել դատարան եւ այդ հիմքով մենք բազմաթիվ անգամներ նախագահ դատավորին զգուշացրել ենք, ասել ենք, հորդորել ենք, որ դա դառնում է խոչընդոտ է ստեղծում արդար դատաքննության իրավունքի խախտման առումով, որ վկան պետք է գա անպայման ցուցմունք տված վկան պետք է գա հակընդդեմ հարցմամբ պետք է հարցաքննվի անտեսեց մեր հորդորները նախագահ դատավորը, բայց խորհրդակցական սենյակում բախվեց այդ խնդրին, այդ խնդրին Ինչու այդքան ուշ հասկացավ պարոն Վարդազան ըստ էության դատաքննության փուլում չգիտակցեց, որ պետք է վկան գար ներկանար եւ պետք է այսօր դատավճիռ հրապարակել, նոր հասկացավ, որ պետք է վկան գա, ապացույցներ դատանը ձեռք բերի։ Չեմ իմանում, չեմ կարող ասել ինչու ուշ, ամենայն դեպս փաստ այն է, որ դատավորը նշեց, ամսի 28-ին կտեսնենք ինչ է տեղի ունենում, գալիս է վկան թե չի գալիս։ Պարոն Վարդազյան, քիչ առաջ ինչ է զրույցում դուք ասում եք, որ դու պնդում եք, որ դատավորը քաղաքական պատվեր ունի եւ դա կկատարի, այսինքն ձեզ կդատապարտի ազատազրկման։ Ես չգիտեմ, այդքան արագ հնարավոր է հասնել օրինակ մեր զրույցը նայել, թե չէ հնարավոր է, որ այս վերջին մի քանի րոպեվա ընթացքում է այդ որոշումը կայացրել դատավորը, որ նորից մտնի դատաքննության փուլ, թե նախապես է որոշված։ Վստահաբար ոչ, այդ կարճ ժամկետում հնարավոր չէր նայել եւ այդ կարճ ժամկետում նման որոշում կայացնել, բայց միևնույն է, ես իմ ասածը պնդում եմ, որ սա պատվեր է կատարում, որովհետեւ արդեն դատաքննությունը ավարտվել էր, արդեն վկան չէր ներկայացել եւ այդ ապացույցը իր ցուցմունքը եւ իր ներկայացած ապացույցը պետք էր ապացույցների կազմից հանել, այսինքն այդ ձայնագրությունը եւ իր ցուցմունքը պետք էր հանել, քանի որ վկան չէր ներկայացել դատարան եւ պետք էր անհրաժեշտ էր արդարացման դատական ակտ կայացնել։ Հետևաբար վերսկսել, որպիսի վկային կանչել, նորից կանչել եւ այդ բացը վերացնել, դա հենց այն մասին է խոսում, որ դատավորը պատվեր է ստացել եւ պատվեր է փորձում կատարել։ Չպնդեմ, 100%-ով ինձ այդպես է թվում։ Թող դատավորը ապացուցի, որ այդպես չի, ես մեծ սիրով կընդունեմ իմ սխալը եւ ինչպես պետք է ապացուցի։ Ըստ էության, եթե պատվեր կատարել, խուսափեց պարզապես այս փուլում։ Արդարացման դատական ակտ կայացնելուց խուսափեց, որովհետեւ ակնհայտ սխալ էր առանց վկայի շարունակել առանց վկայի հարցաքննության իմ դեմ ցուցմունք, միակ վկան, որը իմ դեմ ցուցմունք է տվել Անդրանիկ Սիմոնյանը, նա չէր ներկայացել դատարան։ Առանց այդ վկայի ուղղակի արդարացման դատական ակտը անխուսափելի էր։ Պարոն Վարդազյան, դուք որ ասում եք վկան չէր ներկայացել, հետեւաբար այդ ձայնագրություններ պետք է ապացույցների շարքից հանվել։ Ինչու կարող է օբյեկտիվորեն, հիմա այս դեպքում կարող է օբյեկտիվորեն չի եղել, նրա օբյեկտիվ առաջինը դա չէ իրավիճակներ, երբ օբյեկտիվորեն չի կարող ներկանալ, բայց նրա վկան օբյեկտիվորեն չի կարող վկան օբյեկտիվորեն չի կարող ներկայանալ դատարան երկու պայմաններում, կամ պետք է մահացած լինի, կամ պետք է Հայաստանի Հանրապետությունում չլինի եւ հետախուզման մեջ լինի, կամ պետք է այդ ընթացքում դարձած լինի խուլ եւ համր, թեկուզ այդ պայմաններում նույնիսկ կարելի է սուրդո թարգմանիչով ստանալ այդ ցուցմունքները, այսինքն դա Անդրանիկ Սիմոնյանի վերջո պարոն Վարդազան, թե ոչ, այս իրավիճակը հաշվի առնելով։ Չեմ կարող ասել։ Որոշել է, որ ամեն դեպքում համար պարտավորություն է եւ ոչ թե իրավունք, այս հանգամանքով։ Վկայի համար դա պարտավորություն է։ կարող եմ բերման ենթարկել, չեմ նարել։ Կարող է Ով ինչ ջանք պիտի գործադրել տվյալ իրավիճակում, նաև չմոռանանք, որ ով է Անդրանիկ Սիմոնյանը, այսինքն այնպես չի, որ ինքը չկա, ինքը պաշտոնյա է այս պահին, եւ մենք Անդրանիկ Սիմոնյանը ազգային անվտանգ առաջինը քրեական մասնագիտացում ունի Անդրանիկ Սիմոնյանը։ Երկրորդը աշխատել է եւ դատախազությունում եւ դատարանում դատավորի օգնական, հետո դատավոր է աշխատել, հիմա էլ աշխատում է ԱԱԾ տնօրենի տեղակալ գեներալների ուսադիրներով։ Այսինքն չհասկանալ, որ իր գալը հղի է նման հետևանքներով, դա ուղղակի հնարավոր չէր։ Անդրանիկ Սիմոնյանը իր այդ դատարան չներկայանալու քայլով գրեթե անելանելի վիճակի մեջ դրեց դատարանը, նախագահ դատավորը։ Կարծում եք Վահետ պատասխանատվություն է սահմանվում չներկայանալը։
ցուցմունք տալուց ըստեյության հրաժարվում է, չէ՞, ստացվում է Որևէ- մեծ հաշվով դա չկա պատասխանատվություն։ Ոչ, չեմ հիշում, ինձ թվում է կա պատասխանատվություն։ Եթե վկան ԱԱԾ տնօրենի տեղակալ է, ոչ։ Հուշում եմ ձեզ։ Միգուցե վային հարցազրույց կա։ Կայացվել է բերմայի ընդհարկելու որոշում նրան։ Չի կայացվել։ Ինչու չի կայացվել։ Նախագահ դատա- Միջնորդվել է Այո, միջնորդվել։ այո։ Պարոն Վարդազան, երբ որ պարոն Դոլմազյանը դատաքննության վերսկսման մասին հայտարարեց, դուք զարմացաք, ձեզ համար էլ էր անսպասելի այս իրավիճակը։ Այո, միանշանակ զարմանալի էր, անսպասելի էր եւ զարմանալի էր եւ ժողովուրդ մի բանի վրա եք ուշադրություն դարձնում, դա վկայի մասին, բայց նախագահ դատավորը նշեց, որ նոր ապացույց ձեռք բերելու անհրաժեշտություն կա։ Կարող է այդ զայնագրությունը պետք է ուսումնասիրեն նորից, Բա ես ասենք նեյրոլինգվիստիկ մեթոդներով։ ամբողջ փուլում դատաքննության ամբողջ փուլում ես ասում եմ, որ չկա գործում ապացույց, գոնե մեկ ապացույց, որ դա իմ ձայնն է, չկա փորձագետի եզրակացություն, որ ձայնագրությունը մոնտաժված չէ, չկա փորձագետի եզրակացություն, որ այդ ձայնագրությունը չի գեներացվել արհեստական բանականության միջոցով։ Ես երեք կարծեմ Արաքսներ Մամուլյան, չէ, ես ձեզ հարցազրույց տվեցի եւ ասեցի եւ երեք դատական նիստի ժամանակ ասեցի, որ երեք ժամը 1-ի սահմաններում 24 News AM կայքում հայտնվել էր մի նյութ, որ, չգիտեմ, թուրքերը թե ադրբեջանցի կամ էական չի, որ կեղծ տեսագրություն է գեներացվել արհեստական բանականության միջոցով եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը թուրքերենով է հնչեցվել։ Այսինքն պատկերացրեք եւ գնահատական էր տված, որ դա բավականին որակյալ է արած, որովհետեւ շուրթերի շարժումը եւ փայլուն թուրքերենը խոսում են նրա մասին, որ պրոֆեսիոնալներ են աշխատել եւ բավականին որակյալ էր ստացվել։ Իսկ դուք պատկերացեք, եթե կարողանում են արհեստական բանականության միջոցով ստեղծել տեսագրություն, պատկերացեք ինչքան հեշտ է ձայնագրություն գեներացնել արհեստական բանականության միջոցով, զուտ ձայնագրություն։ Նամանավանդ, որ նյութի պակաս չեն ունեցել, ես երբեք չեմ խուսափել լրագրողների հետ զրույցներից, այսինքն իմ ձայնը, իմ ինտոնացիան, իմ խոսքի կառուցվածքը, այդ ամենը բոլորին պարզ է։ Բայց